նշեցիք, որ սահմանադրական դատարանը խախտել է օրենքը, որ բանավոր ընթացակարգով չի քննել։ Բայց զեկուցող դատավորը հնարքի տված արձագանքություն նշեց, որ մեջբերում գործի հնչյալությունը ինքնին անհրաժեշտաբար դատարանին չի պարտավորեցնում գործը բանավոր ընթացակարգով քննելու։ Ես կարծում եմ առաջինը Վահե Գրիգորյանին հավատալ պետք չի։ Երկրորդը ես կարծում եմ Դավիթ Հարությունյանին եւս հավատալ պետք չի, այլ պետք է հանգել սեփական եզրակացության։ Այո, Վահե Գրիգորյանը ասաց, որ գործի հնչեղությունը, հանրային հնչեղությունը հիմք չի, օրենքը չի պարտադրում, որ գործը լսվի բանավոր ընթացակարգով։ Ես ձեր համար եմ կարդում, որտեղ վստահ եմ Վահե Գրիգորյանը դա գիտի, ուղղակի հույս ուներ, որ մենք չենք բացի օրենքը, թույլ տվեք օրենքի դրույթը կարդալ։ 68 հոդված 7-րդ մաս, սա 68 հոդվածը նվիրված է այն գործերի քննությանը, որոնք քննվում են падգամավորների դիմումի հիման վրա։ Սույն հոդվածում նշված գործերը սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչողություն։ Եզրակացությունը կարծում եմ ինքներդ արդեն կարող եք անել, առանձնապես իրավունքի բնագավառում գիտելիքներ չի պահանջում։